Xalvarı xalqani, xalvarı xalqani Navadilem yenecan, Khalifa şalqani Փառատոնի մասին ինչ կարող եք ասել, ինչ նշանակություն ունի հատկապես այսպես թշնամու թիրախում ապրող բնակչության համար։ Իմ պատկերացմամբ յուրաքանչյուր ավանդական մշակույթին նվիրված փառատոն այսօր մեզ համար ավելի քան երբևէ անհրաժեշտություն է, քանի որ այս ինչ որ մենք ապրում ենք այսօր, ես համարում եմ ավելի շատ պատերազմ մեր ինքնության դեմ, իսկ ինքնությունը պահելու համար մենք պիտի ոչ մի բան չխնայենք պահելու մեր ազգային մշակութային ժառանգությունը, իսկ նման փառատոն Կուրկուտի փառատոնը, որը 6 տարի է անընդմեջ այստեղ Կապանում իրականացվում է քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետի կողմից, դա ինչպես ասացի, սա անհրաժեշտություն է, որովհետեւ սա մեր ինքնության բաղադրիչ մաս կարող եմ համարել, յուրաքանչյուր ավանդական մշակույթ, սա մեր ինքնության բաղադրիչ մաս է եւ դրանում է ավելի շատ ինձ համար իր կարեւորությունը, քան օրինակի համար ժողովուրդը հավաքվի, իրար հետ երգի, ապարի, այո, պետք է իրար հետ հավաքվենք, պետք է երգենք, պետք է ապարենք մեր շուրջ բարերը, որոնք որ տարբերվում են մնացած ազգերի բարերից, երգերից, սակայն հիմնական խորհուրդը եւ ինձ համար նաեւ իմ մասնակցությունը նման փառատոններին հենց ելակետը դա է։ Նաև նպատակը, հա, ճիշտ է, այստեղ նաև վճարովի են բնակիչները օգտվելու, օրինակ Կուրկուտից եւ այլը, բայց դա ծառայելու է նաև բարեգործության ըստ էության, հա, այսինքն նպատակը նաև դա է, այս առումով ինչ կարող եք ասել։ Դե ողջունելի է, որ նման փառատոնների ժամանակ, երբ որևէ բան, այսինքն նույն դրամահավաք կլինի կամ եթե այսօր առևտուր կլինի եւ այն ուղղված է լինելու բարեգործական նպատակների, սա միայն ողջունելի է։ Նորից պիտի ասեմ, կարևոր է ամեն ինչի մեջ մեր վերաբերմունքն է, մեր ազգային ինքնության նկատմամբ, մենք ուզում ենք արդյոք մեզ պահել մեր տեսակի մեջ, սա է կարևորը, իսկ սա այն երևույթներից մեկն է, որտեղ որ մենք ցույց ենք տալիս բոլորին, ուզում է ներքին այն հատվածի, ով որ ավելի շատ իր համար գլոբալիստական երևույթներն են կարևոր, կամ մեր թշնամու, որը որ շատ մոտ է արդեն դժբախտաբար գալուց երևի տեսակ թե ինչ հեռավորությամբ։ Դրա համար շատ կարևոր է սա եւ դաստիարակիչ է, այսինքն եթե Երևանում, եթե Գյումրիում իմանան ու կարծում եմ շատերն են իմանում, մենք էլ կփորձենք նաև հանրահրճակել այս ամեն ինչը, նաև դուք եք անում այս կարևոր գործը, բոլորը պետք է իմանան, որ Կապանում նման միջոցառումներ, նման փառատոններ են իրականացվում, որի հիմնական նպատակն է պահպանել մեր ազգային ինքնությունը, մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ինչու՞ չէ նաև մեր նյութական ժառանգությունը։ Դուք խոսում եք մշակույթի պահպանման անհրաժեշտության մասին, բայց մենք տեսնում ենք, որ այս օրերին մեզ կտրում են, փորձում են կտրել մեր ինքնությունից, մշակույթից, հոգևոր արժեքներից, ինչ պիտի անի ժողովուրդը, հա, այս իրավիճակում, ինչպես պիտի արձագանքի եւ ինչ պատասխան պիտի տրվի։ Դուք տեսնում եք, թե եկեղեցին ինչքանով է թիրախավորված իշխանությունների եւ իրենց որոշ աջակիցների կողմից։ Հենց եկեղեցու թիրախավորումն էլ, սա ես ասել եմ բազմիցս եւ հիմա էլ կասեմ, սա հենց այդ կոնտեքստում է, այսինքն խնդիրը այն չի, որ հարձակումը անձի դեմ է, այլ հարձակումը հենց մեր եկեղեցու, այն որ մեր եկեղեցին դարեր շարունակ մեր ինքնությունը պահել է, մեզ պահել է մեր ինքնության մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ պետականություն էինք գործած եղել, այսինքն 8 դար եւ ավել, հա, եկեղեցին պետականության դեր է ստանձնել եւ մեզ պահել է մեր ինքնության մեջ, ամեն մեկս կարող է
ինչ որ բան անել։ Այն որ ասում եմ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, ես ասում եմ ամեն մեկը իր գործով զբաղվում է, բայց պետք է մենքի մասին մտածենք, այսինքն ինչ պիտի անենք, որովհետեւ մենքով ապրենք։ Նորից ասեմ, նման պարատոնները հենց մենքի գաղափար կա ամեն ինչի մեջ։ Ես ինքս իրականացնում եմ Արար-Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն եւ այսօր Հայաստանում 9 մարզում 22 կենտրոն ունեմ եւ 46 համայնք, որտեղ երեխաներից մինչեւ մեծերը բոլորը հաճախում են սովորելու մեր ոչ միտական մշակութային ժառանգության որևէ ոլորտ՝ միտեղ խաչքարագործություն, միտեղ ասեղնագործություն, միտեղ ազգային երգ, ազգային պար, խեցեգործություն եւ այլն, եւ բոլորը սովորում են անվճար։ Այսինքն ես ուզում եմ ցույց տալ, որ ես ուզում եմ պահել իմ ինքնությունը, մեր երեխաները պետք է գան մեր ազգային մշակույթի դաշտ, ոչ թե մեր ազգային մշակույթին նայեն որպես դիտորդ, այլ որպես կրող։ Դրա համար յուրաքանչյուրս կարող է ինչ-որ մի բան անել, որովհետև այս վերջերս անընդհատ ասում եմ, այստեղ հողը պահող է պետք, հողը պահող է պետք, եւ մենք պետք է դրա մասին մտածենք։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։